Եթե կտրիչի հարցը սենց մնաց, մոտակա ժամանակներին չլուծվեց, բոլոր քրիստոնեական ինստիտուտների վարկանիշը ժողովրդի մեջ ընկնել է։ Պետք է չընդուներ շքանշանը չվերցներ, պետք է օկտեմբերի 27-ին տենց չաներ, պետք է 44-ի ժամանակ ամեն օր կանգներ ասեր, չգիտեմ, խաչակրած արշավանք եմ կանչում, պետք է չի արել, վախեցել է, վախեցրել են, առել են, էական չի։ Բայց եկեղեցին ներսը չի կարողանում այս հարցը լուծել։ Այ հենց այդ է հարցը։ Հա, սա բադգերը հիմա։ Ինչ կարան գանենք։ Ուրեմն եկեղեցին ինքը իրենով պետք է զբաղվի։ Քաղաքացիական կոպիտ ասած մարդիկ, մենք, ես, դու, եթե եկեղեցու վարչապետը առավել ես վարչապետ։ Խառնելու բան չունի, չէ, վարչապետը խառնվելը ո՞րն է։ Հիմա իրենք ասում են Նիկոլ Փաշինյանը բայկար է դանում եկեղեցիի դեմ։ Սուտ են ասում։ Նիկոլ Փաշինյանը բայկար եկեղեցի դեմ չի կարա տանի։ Այդ ինքը երազեր տաներ։ Այդ իր վարկանիշը բարձրացնելու եւս մի տարբերակ է։ Որ յանի տեսեք ինչ բան է թիզուկես եմ եկեղեցու դեմ պայքարում։ Հիմա ինչ սցենարները ինչ են։ Արդեն 3-րդ, 4-րդ ամիսն է, չէ՞։ Ինչ 4-րդ ամիս, ես կարող եմ տարիներ տևի։ Դարիներ տևի։ Դուք այդ շունչը ունի մեր ժողովուրդը գրնա սпасել։ Ամեն օր այս թեման նույնն է, չեք հասկանում։ Այս թեման միշտ, այսինքն ցավոք սրտի թե ուրախ ժողովրդին միևնույնն է։ Ինչպես միևնույն։ Այտենց դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոցում հարցրել։ Ժողովրդին լրիվ միևնույնն է։